Եթե լույս հիմնադրամով գնացածների 80%-ը չի եկել, իմ քայլը հիմնադրամով գնացածների 40% հետ չի եկել։ Ես միանշանակ համոզված եմ, կներեք, եկեք գնանք գույքագրենք մեր լավ կանխավարկածով արած մեր ծնագրերը։ Եկեք գնանք միկրոբիզնեսից սկսած, մի հատ գույքագրենք, տենանք ինչա դարել։ Մենք ինչ ենք արել, ուզեցել ենք մարդկանց լավություն անենք, որ լավ պայմաններում աշխատեն եւ պետությանը ներդրում անեն։ Միլիարդանոց չափազանցնում եմ, բայց որ արժի ծավալը չափազանցության կտրտել 25 կտորեն դարձել, որ իրանք ելնեն միկրոբիզնես։ Մենք չենք կարող այս պրակտիկա։ Ես չեմ հիշում, որ սենց բանով, տենց ժպիտով ոգևորված մեր արած որևէ ծրագիր իր նպատակին ծառայի։ Ցեցը գցում եմ մեջ, հենց առաջ հենց այս դալիճից դուրս է գալիս, ցեցը հանգնում ու սկսում են քրքրել։ Ես համաձայն չեմ այդ տրամաբանությանը։ Համաձայն չեմ։ Ոչ թող ներդրում են անում, թող երկարաժամկետ ներդրում անեն։ Ես համաձայն չեմ, որ մի հատ էլ բանից արտագաղթի ֆինանսավորման մի հատ էլ լրացուցիչ մեխանիզմ մենք ստեղծենք։ Համեցեք։ Բան ավելացնեմ, պարոն վարչապետ, համաձայն եմ ձեր հետ, ինքը թիրախը ու վերջնանպատակը պիտի շատ հստակ լինի, առավել ևս եթե հանրային ռեսուրս ենք ներդնում, բայց այդտեղ զուգահեռ մենք ինչն է մեզ շատ անհանգստացնում, որ եկեք առերեսվենք այդ խնդրի հետ, որովհետև եթե չառերեսվենք, այս հարցը երբեք չի լուծվելու, իրանք միևնույնն է այդ տաղանդավոր երեխեքը գումար կգտնեն ու կգնան։ Այստեղ խնդիրը նրանում է, որ մեր տնտեսությունը չի արտադրում նենց աշխատատեղեր, որոնք այդ կրթության կարիքը ապահովում են։ Իսկ այդ երիտասարդները, երբ որ ստանում են այդ կրթությունը, լավ կրթությունը, պարոն վարչապետ, ինքը ցիկլեր ունի։ Իրանք համարում են, որ կրթությունը ստանալուց անմիջապես հետո պիտի ունենան այնպիսի աշխատանք, այսինքն աշխատատեղը պիտի զարգացնի այդ գիտելիքը, ոչ թե դեգրադացնի։ Հիմա մեր ամենամեծ խնդիրը, ես կարծում եմ, կայանում է նրանում, որ մեր տնտեսությունը չի հասցնում կամ չի ձևավորում այն աշխատատեղերը, որոնք այն կրթությունը, որի մասին մենք խոսում ենք, top 50-ը, Շանհայի կամ 65-ը զարգացնում է։ Եվ չվերադառնալու նաև առերեսվում ենք երկու այլ խնդրի հետ։ Մեկը, որ ֆիզիկապես վերադառնալ ու աշխատանքը վերադարձնել այսօրվա իրականության մեջ տարբեր բաներ են, 6 ամիս հետո լրիվ ուրիշ բան է դա լինելու, որովհետև փաստ չի, որ մարդը արտասահմանից Հայաստանում չի աշխատում ու շատ արդյունավետ։ Ի վերջո մեր բիզնեսը լավ աշխատողներ որ ունի, այդ աշխատողները զգալի մասը Հայաստանում չեն, Հոլանդիայից ջերմոցն է աշխատում, չգիտեմ, IT ոլորտում ընդհանրապես մի զգալի մասը դրսից են աշխատում։ Սա հարցեր է, որոնք մենք զուգահեռ եթե չկարգավորենք, այո, ձեր ասածը կստացվի, պարոն վարչապետ, կստացվի ներդրում ենք անում արտագաղթի մեջ, այն էլ ամենատաղանդավոր սեգմենտի, որոնք իրանց հնարավորությամբ ընդունվել են, ենթադրենք լավագույն բուհեր, բայց կարծում եմ մենք սրան զուգահեռ պիտի նաև իրանց աշխատատեղը Հայաստանում ոչ միայն տեխնիկապես իրավաբանորեն պայմանագրով գործատու եւ այլը, այլ բովանդակային ապահովենք, որովհետեւ այդ երեխան չի գա ժամանակ անցկացնի օֆիսում, որտեղ իր աշխատանքը նշանակում է մեր ստանդարտ ենթադրենք անարդյունավետ ժամանցը աշխատավայրում։ Բայց եկեք, եթե նույնիսկ միջազգային ստանդարտով նայենք, օրինակ աշխարհում ընդունված բաներ կան, այդ մեր մոտ է, որ հələ վերջին զանգից մի անգամից գնում են բու։ Աշխարհում gap year հասկացություն կա, աշխարհում կամավորության հասկացություն կա, որը բու ընդունվելու համար կրեդիտ է։ Մեր մոտ հենց դպրոց ավարտեցին, վերջ արդեն իրանք մենակ top մասնագետ են։ Չկա տենց բան։ Դպրոց ավարտելուց հետո ով է մեր մոտ կամավոր ասում ես գնամ կամ այդ որ ծնող կթողի երեխեք ոնց անվճար գնաք աշխատեք, ինչ որ մեկի համար քոծություն անեք, ոնց կարելի է տենց բան անել։ Ոչ, ես կտրականապես դեմ եմ, եթե չենք անում ավելի լավ է չանենք, կամ անում ենք իմ ասած ձևով։ Առնվազն 2 տարի պետք է ընկերությունում աշխատած լինի, ընկերությունը պետք է ցույց տա, որ ինքը ներդրում է արել այդ աշխատողի վրա, աշխատավարձի տեսքով, եկամտային հարկի տեսքով, եւ հիմա ուզում է իր ներդրումը դարձնի շարունակական։
Երբ որ այդ ընկերությունից մասնավոր կգնան հետ չեն գա, այդ ժամանակ այդ ընկերությունը կգնա իր ընտանիքի անդամների հետևից։ Կառավարությունից որ մեկը գնա ասի, բա այս ինչի՞ չես վերադարձել 25 հատ էջերով ուղիղ եթերներ, թե ինչ եւ այլն, բայց որ մասնավորի հետ տեն չեն կարողանալու խոսան, բայց մյուս կողմից մասնավորին ճանապարհը պետք է փակենք, որ այդ իմ ասած ֆաբրիկա զվյոզդը չստեղծեն։ Ուրիշ ճանապարհ չկա։ Եվ էլի եմ ասում, եթե տրամաբանությամբ ենք նայում, այնտեղ նույնիսկ բանից բակալավրից հետո մագիստրատուրա միանգամից գնալու կուլտուրան այդեն շատ տարածված չի։ Մարդիկ մի հատ պաուզա են վերցնում, մի հատ ուզում են հասկանան, այս մասնագիտությունը ինչա, բանի աշխատանքի շուկան ինչա, այդ մեր մոտ է։ Մենք որ ասում ենք բան, կրթության ինչ ենք ասում, շարունակականություն, մենք հասկանում ենք, որ 0 դասարանում շնչում ես, ակադեմիկոսի կարգավիճակում արտաշնչում ես։ Всё, это կրթության շարունակականությունը։ Կներեք, դա աբսուրդ է, եւ դրա համար է, որ ունենք այն, ինչ որ ունենք, տոննաներով դիպլոմներ, ֆուրերով դիպլոմներ, բայց որ իրականության մեջ ուզում ես հասկանաս ինչա կատարվում, այդքան էլ տեն չի։ Համեցեք Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես ուղղակի մի քանի մանրամասներ էի ուզում կարգավորումներից ներկայացնել, որոնք նաև ուղղված են ձեր նշած խնդրին։ Առաջինը կարևոր է ում մենք համարում ռեզիդենտ, ում ենք համարում գործատու մասնավոր կազմակերպություններից, մենք պահանջ ենք դրել, որ առնվազն վերջին 5 տարում առնվազն 100 աշխատող ունեցող կազմակերպությունները կարող են դիմել, հենց առաջնորդվելով նրանով, որ ձեր ասած մեկ օրում ստեղծված կազմակերպություններ չունենանք եւ պատմություն ու արդեն կենսագրություն ունեցող կազմակերպությունների հետ աշխատենք, որը որոշակի վստահություն կբերի։ Երկրորդը ես խոսեցի հակիրճ ներկայացման մեջ, որ ֆինանսական հետևանքներ կան, եթե պայմանավորվածությունը տեղի չունենա։ Մասնավորապես, եթե ունենանք դեպքեր, ուրեմն ուսումնառության ընդհատման ու չվերադարձի, այդ դեպքում գործատուն պիտի փոխհատուցի պետության տված գումարի եռապատիկը, այն պարագայում, երբ որ այստեղ աշխատելու պայմանը չի ապահովում, այդտեղ պետության տված գումարի կրկնապատիկը պիտի փոխհատուցի, այսինքն բավականին լուրջ նաև ֆինանսական սանկցիաներ են նախատեսված, որպեսզի հետ պահենք նման չարաշահումների տրամաբանությունից ի սկզբանե։ Այս ուղղակի կուզեի լրացուցիչ մանրամասնել, որ պարզ լինի։ Վարչապետ Տիկին Անդրեասյանն էլ երևի հարցս որպեսզի ավելի լավ հասկանամ։ Դուք նշեցիք վերադառնալուց հետո պիտի աշխատի նույն կազմակերպությունում, նույն մասնագիտությամբ։ Մենք հստակ ֆիքսել ենք, որ կազմակերպության հետ ինքը արդեն պիտի ունենա եռակողմ պայմանագիր ենք ունենալու, որում արդեն ֆիքսված է նաև ավարտից հետո, ուսումնառության ավարտից հետո առնվազն 3 տարի ժամկետով մասնագիտությամբ աշխատանքը։ Այդ մի հատ հարցն եմ ուղղակի լավ հասկանալու համար տարընթերցում չլինի, էլի։ Ես բիզնեսմեն եմ, որը վարձում եմ ամերիկյան համալսարան ավարտած երեխայի, գալիս է իմ մոտ 3 տարի աշխատում է հաշվապահ։ Հետո ես մի հատ ինչ-որ բիզնես հնարավորություն եմ տեսնում այլ ոլորտում ներդրում անելու, բացում եմ այլ կազմակերպություն, պատրաստ եմ այդ կադրի մեջ ներդրում անեմ, պետության հետ համատեղ, որ այդ կադրը գա, այդ կազմակերպությունը ղեկավարի, մասնագիտությունը փոխում եմ, կազմակերպությունն էլ եմ փոխում, արդյոք սա կանոնի խախտում է։ Ձեր նկարագրած, եթե ձեզ ճիշտ հասկացա, արդեն որոշ ժամանակ աշխատել է ինքը եւ հետո հաջորդ փուլում ենք մագիստրական կրթության, գնում է MBA անում աշխարհի լավագույն համալսարանում հետա գալիս, դառնում է CEO։ Դուք նկարագրեցիք իրավիճակ, որ ինքը արդեն իսկ ունի նոր որակավորում, հետեւաբար չէ որևէ կանոնի խախտում չկա։ Այստեղ եթե եռակոմ պայմանագիր է, եթե պայմանագրի այդ գործատու կողմը ինքը չի ասում, որ իմ պայմանագիրը խախտված է, ուրեմն խնդիր չունեն, կարող է գնա ուրիշ տեղ աշխատի։ Այսինքն համեն դեպս տենց պետք է ծրագիրը դիզայն։ Պայմանավորվող կողմը մեր մոտ խաչմերուկային շահառուն գործատուն է։ Եթե ինքը չի ասում, որ իմ պայմանագիրը խախտված է։ Վարչապետ, մենք ունենք իրավիճակներ, երբ որ գործատուն կազմակերպությունների ցանց ունի եւ այստեղ արդեն կնքվող պայմանագրի մանրամասներում պետք է արձանագրվեն այդ պայմանները։
հա կամ ներդրում ունի, պլանավորած ներդրում ունի, թողան այդներ։ Ասում եմ հստակեցնենք, որ հետո պետական փողի հետևից ուրիշ մարմիններ չգնան, էլ այդ կազմակերպությանը հարցեր տան։ Ամեն դեպս իրականացնել պրակտիկայի մեջ մենք նպատակն է կարևոր։ Պրակտիկայի մեջ խնդրեմ տեսնենք, կվերադառնանք շտկումներ կանենք։ Այս պահին նշեմ, որ կարգում համապատասխան ճկունությունը դրված է, որ պայմանագրով կարող են այդ առանձնահատկությունները կարգավորվել եւ ուշադիր կլինենք իհարկե։ Համեցեք, բան ունեք ասելու բանը։ Շատ լավ։ Դե էլի հույս ունեմ, որ հարգելի գործընկերներ ինչ որ ժամանակ անց չենք վերադառնալու, էլի տխուր վիճակագրության առաջ կանգնենք, բայց պետք է աշխատել, որովհետեւ ես չեմ պատկերացնում, որ մենք չունենանք ծրագիր, որը համաշխարհային մակարդակի կրթական համակարգում կադրերի որակավորված մասնագետների պատրաստման հնարավորություն ստեղծի, մենք պետք է դա անենք, բայց ասում եմ, էլի մեր փորձը դա ցույց տալիս։ Մենք ինչ վիճակագրության հետևից գնանք, որ տենց ողջևորված, ուրախարել ենք, որ այսինչ մեծ լավություն ենք անում, կամ ոչ թե մարդկանց, այլ լավ մեխանիզմ ենք ստեղծում, գնալու ենք արդյունքում տեսնենք, որ 60% չարաշահում է, 40%-ի կեսը արդյունավետ, կեսը ոչ այդքան։ Էս է մեր իրականությունը, պետք է առերեսվենք այդ իրականության հետ։ Ու էլի պետք է գնանք այս իրականության հետ առերեսվենք մանկապարտեզից։